Երբեմն սեանսի ժամանակ լսում եմ այսպիսի պատմություններ, որ հարազատներ, քույր եղբայր, ծնող երեխա, զուգընկերներ ունենում են վեճ, կոնֆլիկտ, ինչ-որ բան չեն կարողանում իրար հետ կիսվել, ինչ-որ թեմա է առաջանում, ֆինանսի հետ կապված, ինքնասիրության հետ կապված, և այս հարցը այնքան է բարդանում, որ նրանք ոչ թե ընտրում են գտնել լուծում, որպիսի իրար հասկանան, որպիսի կոնֆլիկտը շտկեն, որպիսի տեսնեն միմյանց անձեր, այլ նրանք ընտրում են, թե ով է ճիշտ, ով է հաղթելու և ինչ-որ մեկը առաջ է քաշում իր սկզբունքը, իր պրինցիպը, և այստեղ արդեն դառնում է իմը ու քոնը, այստեղ վերանում է մենքի գաղափարը, այսինքն մարդիկ ոչ թե փորձում են դիմացինի պոզիցիայից հասկանալ, թե այս թեման ինչ նշանակություն ունի դիմացինի համար, ոչ թե հաշվի են առնում դիմացինի աշխարհայացքը, դիմացինի հետաքրքրությունները, այլ սեփական էգոյի սահմաններում են միայն նայում այս հարցին, և հաճախ այսպիսի մարդիկ շատ խոցելի են լինում, ցածր ինքնագնահատական են ունենում, նախընտրում են ճիշտ լինելը, լավը լինելը, ուժեղը լինելը, հաղթողի դերում լինելը, քան որ իմ դիմացի մարդը իմ սիրելին է, իմ հարազատն է, իմ բարեկամն է, իրար հետ անցած ուղին, իրանց բարեկամական կապերը, իրար հետ անցկացրած դժվար օրերը, և ոչ թե փորձում են լուծում գտնել, այլ ամեն մեկը իր շահի դիրքից, շահի պոզիցիայից է առաջ մղում իր հետաքրքրությունը և մյուս կողմի հետ ընդհարվում են հարաբերությունները, և ամենացավալին երբեմն այն է, որ ամիսներ անց, տարիներ անց մարդը այնքան է այդ հուզական բուռն ապրումներին, այդ պրինցիպներին մեծ նշանակություն տալիս, որ նախընտրում է տանջվել, տառապելը, քան գնալ ներողություն խնդրելը, խոստովանել իր սխալը, տեսնել ավելի սթափ տեսանկյունից, դիտարկել հարցը, որ ի վերջո իմ դիմացինը իմ կինն է, իմ ամուսինն է, իմ քույրն է, իմ ծնողն է, իմ մայրն է, և այնքան է կուրացնում այդ սխալակամ լինելը, այդ խոցելի լինելը, այդ թեմայի, այդ չնչին, երբեմն ճղճիմ թեման այնքան կարևոր է դառնում, որ հաղթահարում է բարեկամականին, հաղթահարում է իրենց մեջի եղածին, և նաև շատ ցավալի է այն, որ երբ որ այս կողմերից մեկը ցավոք սրտի մահանում է կամ օտարության մեջ է հայտնվում, և այս մարդը այլևս կարծես հնարավորությունից զրկվում է այս թեմային անդրադառնալ, և այս չլուծված խնդիրը, այս կոնֆլիկտը նրա հոգու համար ծանր բեռ է դառնում, որը առաջացնում է հաճախ անքնություն, դժվարություններ, տարբեր հոգեբանական խնդիրներ, առօրյային կոնֆլիկտային լինել, ավելի ագրեսիվ, ավելի լացկան, այս մարդիկ երբեմն շատ արագ հուզվում են, կամ երբ որ այն մարդը, ում հետ կոնֆլիկտ է ունեցել, ներկա չէ, այլ հարազատների հետ խոսալուց շատ մեծ ցավով արտահայտում են, որ դե մենք իրար հետ չենք խոսում, երբեմն ամեն մեկը իր ընտանիքի առիթը առանձին է նշում, իրենք իրար հետ կլոր սեղան չեն նստում, իրար առիթների չեն մասնակցում, էլի այստեղ գալիս ենք նրան, որ այս մարդը կատարել է հետևյալ ընտրությունը, ընտրել է ոչ թե արդարությունը, ոչ թե համերաշխությունը, ոչ թե բարեկամությունը, այլ միմիայն իր պրինցիպը, իր չոր պրինցիպը, իր չոր սկզբունքը, իր չոր ճիշտ լինելը, այսինքն մարդկանց համար հաճախ կարևոր է դառնում ով է ճիշտ, ով է սխալը, ոչ թե ով է կարևոր, ոչ թե արդարությունը, ոչ թե ներողամիտ լինելը, ներողամիտ լինելը այստեղ խնդրում եմ չշփոթել, ուղղակի զուտ մարդու ներելու մասին չի խոսքը, այլ քննարկել, լուծում գտնել, հանդուրժող լինել, արժեքներին ավելի մեծ նշանակություն տալ, հոգևորին ավելի մեծ նշանակություն տալ, քան աշխարհիկ ճիշտ է, սխալ է, կենցաղային ով հաղթեց, ով պարտվեցին, ավելի բարձր արժեքներն են իրար հասկանալը, հաշվի առնելը, որ իմ դիմացինը ով է, և երբ որ մարդը արդեն հոգեթերապիայի ժամանակ շատ ծանր շնչառությունով, շատ տարբեր մարմնական դրսևորումներով արտահայտում է իր ցավը, իր հոգու կսկիծը, իր տառապանքը, իր ափսոսանքը, իր մեղավորության զգացումը, և այլևս այդ մարդը ողջ չէ, իր ծնողը, իր պապիկը, իր տատիկը, իր քեռին ողջ չի, որ իրար հետ խոսան, որ ինքը ասի ներողություն եմ խնդրում, ես այդ ժամանակ էսպես էի դատում, էսպես էի մտածում, իմ համար կարևոր էր ճիշտ լինելը, հաղթող լինելը, և այս հնարավորությունը երբ որ հոգեթերապիայի ժամանակ ստեղծում եմ,
որպիսի այցելուն ունենա այս դիալոգը, այս երկխոսությունը, որպիսի գոնե այցելուն ինձ մոտ, երբ որ արդեն նա հասկանում է, որ այստեղ ապահով է, այստեղ ես իրեն չեմ քննադատելու, այստեղ իմ համար չկա լավ ու վատ կողմ, այստեղ ես ինչ որ մեկի թիմակիցը չեմ դառնում, այլ ստեղծում եմ ապահով միջավայր, ապահով պայմաններ, որպիսի ինքը այն ինչը որ չի արտահայտել իր դիմացինին, իր այդ կոնֆլիկտի ժամանակ հակառակորդ դարձած մարդուն չի կարողացել ներողություն խնդրել, ցույց տալ, որ ինքը ճիշտ չի, ցույց տալ, որ ինքը զղջում է, այդ ամենը այստեղ ձևակերպվում է, այստեղ պայմաններ է ստեղծում, որպեսզի մարդը նորից, նորովի այն անցած իրավիճակը այստեղ հասցնի ավարտին, այստեղ բաց թողնի իր էմոցիաները, չարտահայտված խոսքերը եւ ինչ որտեղ այս խոսակցությունից հետո մարդը ձեռք է բերում ազատություն։ Կարծես այդ թեման, որ իր հոգու խորքում, այդ կոնֆլիկտը, որ իր հոգու վրա, ուսերի վրա, կյանքի վրա բեռ էր դարձել, ծանր քաշ ունեցող քար էր դրած, այդ քարը մարդը վայր է դնում այստեղ նա շունչ է քաշում, այստեղ նա հնարավորություն է ունենում ազատվել այդ խնդրից եւ իհարկե այս եւ նմանատիպ մեծ ֆունկցիա է ունեցել իսպվից ասածը, երբ որ մինչև հոգեթերապիայի հայտնվելը մարդը այս հնարավորությունը ունեցել է եկեղեցում, քահանայի առջև, երբ որ նա խոստովանել է իր խնդիրը, իր սխալը, իր մեղավորությունը եւ խոստովանությունից հետո, երբ որ արդեն քահանան ասել է, որ նա ներում է իրեն, նմանատիպ իրավիճակ է ստեղծում հոգեթերապիայում։ Ուղղակի ես այստեղ ներող չներողի դերում չեմ, այլ լսողի, ընդունողի, ապրումակցողի, չքննադատողի, ճիշտ ու սխալ չանողի եւ այս բոլոր հոգեթերապևտիկ վիճակները, այդ կոնգրուենտությունը, չքննադատական վերաբերմունքը, էմպաթիա, ներգրաված լինելս, իր ցավը իր հետ կիսելը, վերջնականապես երբեմն այցելուին հնարավորություն է տալիս անցնել առաջ, բաց թողնել այս թեման, ներել ինքը իրան, ներել իր հարազատին եւ երբեմն անգամ եթե իր հարազատը մահացած է, այս process-ից հետո նա նաև հանդարտություն է գտնում իր մեջ, այդ մահացած մարդու հանդեպ իր պատասխանատվությունը, մեղավորության զգացումը, ամոթի զգացումը արդեն իսպառ վերանում է։ Այսքանը սիրելիներս։